5-րդ տալիք, խնդրեմ ձեր հարցը։ Հարցս ուղղում եմ երկուսիդ էլ, եթե տեղեկացված եք պատասխանեք։ Երեք Նյուզեեմը տեղեկություն հայտնեց, որ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը վաճառվել է ռուս գործարար, հայտնի ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկոին, որովհետև Եվտուշենկովին եւ նախորդ օրներ կարծես վարչապետի հետ էր հանդիպում եղել, քանի որ քաղաքացիական պայմանագիրը միշտ նախկին իշխանություններին մեղադրել է, այսպես ասած, ամեն ինչ ռուսներին վաճառելու, այսպես այդ մեղադրանքն է հնչեցրել, ինչ տեղեկություն ունեք այս մասին, քանի որ Նյուզեեմը իր աղբյուրներին է հղում անում եւ այդ ինստիտուտը, ինչպես ասում են, Մերգելյան ինստիտուտը ինչու է վաճառվել ռուսներին։ Նախ ես Նյուզեեմի աղբյուրների իսկության մասին այս բան որևէ գնահատական տալ չեմ կարող, ինչ վերաբերվում է որևէ գույք վաճառել կամ չվաճառելուն, դա այս process-ները հնարավորինս թափանցիկ են, կառավարության որոշումներով են սրանք տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է ձեր հարցի այն հատվածին, որ մենք միշտ ասել ենք, որ ամեն ինչ վաճառում է ռուսներին, մենք նման ձևակերպում չենք արել, մենք արել ենք ձևակերպումներ առ այն, որ Հայաստանի Հանրապետության կարևորագույն նշանակության օբյեկտները վաճառվել են ջրի գնով ոչ մի բանի դիմաց։ Մյուս կողմում կարող են լինեն ռուսները, այլ երկրի ներկայացուցիչներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Խնդիրը հիմնականում այն չի, թե ումա դրանք վաճառվել, խնդիրն այն է եղել, որ օրինակ Ռոբերտ Քոչյանի օրը գույք պարքի դիմաց դրվել են Հայաստանի Հանրապետության կարևորագույն նշանակության օբյեկտներ։ Մենք սրա մասին ենք խոսել։ Իսկ ձեր հարցադրումը լրացուցիչ ճշտումների կարիք ունի, բաց աղբյուրներում ես վստահ եմ, որ դուք կարող եք ձեզ համար ավելի վստահելի եւ պաշտոնական աղբյուրներ գտնել, քան Նյուզեեմի աղբյուրներն են, եւ այսքանը Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գույք, եթե տրվում է վարձով կամ վաճառվում է կամ ներդրումային ծրագիր է իրականացնում, այս ամեն ինչը տեղի ունենում բաց, թափանցիկ կառավարության որոշումներով։ Դուք էլ տեսել եք, որ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո կառավարության նիստերը ուղիղ եթերով հեռարձակվում են, թափանցիկ են, բաց են եւ այդտեղ չեմ կարծում որովհետեւ փակ եւ ծածուկ հարցա մնում։ Շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար